կառավարությունը եւ խորհրդանական մեծամասնությունը կատարել են, այսօր արդեն վստահ կարող ենք ասել, կատարել են տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ պետական մարմինները լավ են աշխատել։ Սա մեր իրականության մեջ եւ առավել եւս իմ կողմից հաճախ հնչող գնահատական եւ նախադասություն չէ, բայց ինչքան էլ ես քննադատաբար վերաբերվեմ, ես ինքս պարտավոր եմ առերեսվել այս իրականությանը, սա չի նշանակում, որ մեր աշխատանքը անթերի է, ընդհակառակը մեր աշխատանքի մեջ կան բազմաթիվ թերություններ, բայց երբ որ մենք այդ թերությունների հետևից գնում ենք, տեսնում ենք, որ այդ թերությունների մի զգալի մասը կախված է այդ թվում այն իրավիճակի հետ, երբ որ մենք ներդրումներ չենք անում կառավարման որակի բարելավմանը, պետական մարմիններում աշխատանքը առավել գրավիչ դարձնելու եւ աշխատանքի լրացուցիչ խթաններ եւ սոցիալական որոշակի երաշխիքներ ներդրելու ուղղությամբ։ Եվ հետեւաբար այս որոշումը, նման որոշում ինձ համար անպատկերացնելի էր, որ մենք կկայացնենք 2018 թվականին, անպատկերացնելի էր, որ կկայացնենք 19-ին, առավել ևս 20 թվականին, 21 թվականին, 22-ին, 23-ին, 24-ին, բայց ինձ համար ակնհայտ է, որ մենք նման որոշում չենք կարող չկայացնել 2025 թվականին, որովհետև եթե մենք նման որոշումներ չկայացնենք, այդ նշանակում է, որ Հայաստանի զարգացման ճանապարհին առկա մի կարևոր խոչընդոտ հրաժարվում ենք վերացնել։ Դա այն է, որ պետական մարմիններում աշխատանքը պետք է գնալով ավելի ու ավելի գրավիչ եւ մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ